2025-ի հունվարին Հայաստանի Հանրապետության պետբյուջեի եկամուտները կազմել են 238.6 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 54.2 միլիարդ դրամով կամ 29.4%-ով։ Միևնույն ժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 138.5 միլիարդ դրամ։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը իրականացնելու նպատակով այս տարվա առաջին եռամսյակում 3000 շահառուի համար պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից կհատկացվի 121.5 միլիոն դրամ։ Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու։ Այս տարվա միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է շուրջ 33 միլիարդ 45 միլիոն դրամ։ Կառավարությունը պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում ավելի քան 4 միլիարդ դրամի չափով։ Ֆինանսական միջոցները կհատկացվեն մի շարք կրթական եւ մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովմանը։ Կառուցման աշխատանքներ կիրականացվեն Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի կրթական եւ մարզական հաստատություններում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Աջակցության ամսական չափը կկազմի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար 40000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անձի համար 10000 դրամ։ Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։ Միացյալ Նահանգներում առևտրի դեֆիցիտը հունվարին աճել է 25.6%-ով, հասնելով ռեկորդային 153.3 միլիարդ դոլարի։ Հունվարին ապրանքների արտահանումը կազմել է 172 միլիարդ դոլար, ինչը 3.3 միլիարդ դոլարով ավելի է դեկտեմբերի համեմատ։ Ներմուծումն էլ կազմել է 325 միլիարդ դոլար, նախորդ ամսվա համեմատ աճելով 35 միլիարդով։ Ամերիկյան ընկերությունները փետրվարին 172,017 աշխատատեղեր են կրճատել։ Անցյալ ամիս աշխատատեղերի ամենախոշոր կրճատումներից մեկը եղել է պետական հատվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի հաշվին, որը գլխավորում է գործարար Իլոն Մասկը, դաշնային իշխանությունները աշխատանքից ազատել են ավելի քան 62000 մարդու։ Թուրքիայի կենտրոնական բանկը 2.5%-ային կետով նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 45%-ից իջեցնելով մինչև տարեկան 42.5%։ Տոկոսադրույքի աստիճանական նվազումը երկրում գնաճի տեմպերի դանդաղման հետևանք է։ Փետրվարին Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը տարեկան կտրվածքով կազմել են 39.5%, հունվարի 44.12-ի դիմաց։ Սուրճի համաշխարհային առևտուրը կաթվածահար է եղել գների կտրուկ աճի պատճառով։ Սուրճի գների աճը պայմանավորված է ավանդական սուրճ աճեցնող շրջաններում, այդ թվում Բրազիլիայում, արտադրության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ որոշ կանխատեսումների համաձայն արաբիկայի գները մինչև տարեվերջ կարող են իջնել 30%-ով, քանի որ բարձր ինքնարժեքը զսպում է դրա պահանջարկը։ Բացի այդ, գալիք տարում Բրազիլիայում ակնկալվում է սուրճի հատիկների առատ բերքահավաք։ Հնարավոր 8000-ից այս տարվա 3 ամսում արդեն 5466 հատ էլեկտրոմոբիլ է ներմուծվել Հայաստան անվճար, այսինքն առանց մաքսատուրքի։ Քվոտան դեռ չի սպառվել, անվճար ներմուծման հնարավորություն մնացել է միայն մոտ 2530-ի համար։ Բաժանումը այսպես էր կատարված. 5000 հատ ֆիզիկական անձինք, 3000 հատ անմիջապես ավտոարտադրողի հետ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող կազմակերպություններ։ Դիլերների պաշտոնական ներկայացուցիչներին տվել են շատ քվոտա, որը որ իրենք այդքան չեն բերում։ Պեկից էլ հայտնում են, որ այս տարվա 3 ամսում 4818 էլեկտրոմոբիլ առանց մաքսատուրքի ներմուծել են շարքային քաղաքացիները, սպառելով իրենց ընդհանուր թույլատրելի ավելի քան 96.4% հնարավորությունը։ Իսկ ավտոարտադրողի հետ պայմանագիր ունեցող կազմակերպությունները հնարավոր 3000-ից միայն 466 մեքենա են բերել, ինչը հաշվեկշռի միայն 15.5%-ն է։
Անցնող օրերին քննարկումների ընթացքում սակայն իշխանական падգամավորներից էլ ընդգծեցին, կասկածում են, թե կազմակերպությունները այս ընթացքում ընդամենը 466 հատ էլեկտրոմոբիլ ներմուծած լինեն։ Այն ամեն մեկը Իրան ասում է դիլերը ինքը դիլեր չի։ Պաշտոնական ներկայացուցիչները գործում են պայմանագրով արտադրողի հետ։ Արտադրողը ինվոյս չի դուրս բերում ինչ որ ֆիզիկական անձի անունով։ Այսինքն այդ մեքենան որ եկավ արդեն այդ ինվոյսը մեքենայի դուրս է գնում արտադրողի ներկայացուցիչի անունով չի կարող դուրս գտնել Պողոսի Պետրոսի Կիրակոսի անունով։ Հնարավոր է, ինքը ոնց որ գործը կա, պատվերը կա, հաճախորդի անունով է բերում, ու այդին գնում է արդեն ֆիզանդի քվոտայի տակ, ոչ միտեղ իր ֆիրման չի երևում, որ ինքը ավտոապել է։ Համաշխարհային ավտոարտադրության եւ դիլերական աշխատանքի առանձնահատկություն է։ Այսպես են դիլերները մեկնաբանում այն փաստը, որ ընդամենը 466 հատ էլեկտրական մեքենա են ներմուծել երկիր։ Ասում են, իրենց միջոցով մեքենա ներմուծելը առավել ժամանակատար գործընթաց է, իսկ անհատ քաղաքացին կարող է իրեն առավել հարմար ու որ ամենակարևորն է, ավելի արագ տարբերակով ձեռք բերել մեքենան։ Նախորդ տարի Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 2.208.179, 2023-ի համեմատ նվազելով 4.7%-ով։ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ընդհանուր թվի նվազումը առաջին հերթին կապված է Ռուսաստանից այցելուների թվի նվազման հետ, որոնք կազմում են ամենամեծ մասնաբաժինը։